Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, բարի երեկո։ Անկեղծ ասած վստահ չէի, եթե կանեմ թե չէ Facebook-ով, դրա համար նախապես չէի գրել։ Դե ինչ, չնայած որ հաղորդման ժամանակ անդրադառնալու ենք մի քանի անգամ չէ, դեռ շատ ենք անդրադառնալու, այնուամենայնիվ եկեք մի քիչ էլ այստեղ զրուցենք, տեսնենք սրանց ուզածն ինչ է։ Նրանք աշխատում են իրենց բոլոր կայքերը, բայց դեռևս ես պիտի տեղեկացնեմ ձեզ, որ ամբողջ թափով չեն աշխատում, ամբողջ թափով աշխատելու են ձմեռը արդեն։ Այս ընթացքում են քաղաքացիները, ովքեր որ հասցրել են մեդիագրագիտությամբ պաշտպանվել, նյարդերները քիչ կքայքայվի, ովքեր չէ, ստիպված կլինենք անընդհատ բացատրել եւ իհարկե նրանք էլ կասեն, պաշտպանում եք եւ այլն։ Մեծ հաշվով այդ իմաստով են փորձում խնդիր լուծել։ Ու բնականաբար մարդիկ չեն թաքցնում, որ Հայաստանի Հանրապետությունում նրանք ուզում են խլել իշխանությունը եւ խլել ոչ թե ԿՊ-ից կամ Նիկոլ Փաշինյանից, այլ հենց ժողովրդից, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ինչքան էլ ինչ դուրներս կա, ինչքան էլ ինչ դուրներս չկա, ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդն է որոշում ինչպիսի իշխանություն, ինչպիսի ընդդիմություն, եւ առհասարակ քաղաքական ինչ ներկապնակա ինքը ցանկանում տեսնել։ Եթե ինչ որ բաներից դժգոհություններ կան, այդ ամեն ինչը միևնույնն է հարությունն է ապրում։ Բայց արի ուտես, որ սրանք նախկինների մասին է խոսքը, ես չեմ խոսում ընդդիմադիր այն ուժերի մասին, արտախորհրդարանական, ովքեր որ 26 թվին նույնպես մտնելու են պայքարի մեջ ու բնականաբար շատ մեկնաբանություններ մեր սրտով կլինեն, մեր սրտով չեն լինի, դրանք քննադատությունների նորմալ քննարկումների ենթակա են։ Բայց այն ուժերը, ովքեր որևիցե կերպ աֆիլիացված են նախկին տերորիստների, երեք տերորիստների, երեք հայրենադավների հետ, սրանք ոչ մի կերպ չպիտի տեղ ունենան, որովհետև եկել են անընդհատ խոսելու, անընդհատ ներկայացնում են, որ իրենք մեր քվեին չեն սպասում։ Իրենք գնում են Մոսկվա, ստանում են դաբրոներ, գալիս են առանց թաքցնելու, ասում են, որ մենք դաբրո ունենք, ուրեմն մենք պիտի լինենք։ Նույնպես որ այն քաղաքացիները, ովքեր որ կարծում են Հայաստանում պիտի դաբրոներով լինեն իշխանությունները, դրանով իսկ իրենց դնելով, իրենց կարևորությունը որպես քաղաքացի դնելով հարցականի տակ, ծանր է լինելու այս քաղաքացիներին բան բացատրել, կարճ ասած, որովհետև այո, դա հավատի ու վստահության մասին է։ 4 ժամ երեք առանց զուգարան գնալու Ռոբերտ Քոչյանը բան էր խոսում, ու այդ 4 ժամվա մեջ անընդհատ ասեց, որ ինքը դաբրո ունի եւ դաբրո ունեն բոլոր այն կուսակցությունները, ովքեր աֆիլիացված են կոնկրետ Կրեմլի հետ։ Եվ ուզեն թե չուզեն, իսկ իր բառակապակցությամբ, եթե ասեմ, ձև չունեն միասին չաշխատելու։ Տեսեք ոնց է։ Մի հատ գրասենյակն է, աշխատասենյակն է։ Այս աշխատասենյակում օրինակ, մի 10 հոգի շատ ուժեղ քաշով FSB-ի աշխատողներ ու Կրեմլի եսիմինչ ներկայացուցիչներ են նստած, գնում են գալիս են դուրս ու ներս են անում եւ այլն։ Ամեն մեկը իր հերթին հանդիպում է սրանցից որևիցե մեկը։ Ընդ որում մեկը կարող է լինի 2-3 հոգու հանդիպի։ Հանդիպում ասում է մենք օքեյ ենք որ դու լինես։ Գաստուր շատ դեպքերում ֆինանսական աջակցություններ է լինում, շատ դեպքերում ռեսուրսներով են աջակցում, այսինքն իրենց մեդիա ռեսուրսներով կարողանում են քաղաքացիների մեջ խնդիրներ առաջացնել եւ ինչու ոչ զուգահեռաբար էլ Հայաստանում կենցաղային որոշ խնդիրներ առաջացնել մարդկանց մեջ բողոքի ալիք ավելացնելու համար, օրինակ ինչպես որ այս հեցի պարագայման բանատիպ 1000 բաներ։ Չնայած որ ես այստեղ պետք է նաև իշխանություններին նույնպես բան անեմ, մի երկու բառ ասեմ, տեսեք, եթե իշխանությունները նստած քննարկում են թե Ռոբերտ Քոչյանը ինչ ասեց, ես ինչ որտեղ կհասկանամ, դե քաղաքական բան է, թիմերից մեկի առաջնորդը հելել է, մի հատ ապուշ բան է ասում, սրանք հակադարձում են։ Բայց մյուս կողմից, նախ առաջինը, ինչի պիտի ազատության մեջ լիներ, ինչի պիտի լեզուն երկար լիներ, որ մի հատ մամուլի ասուլիստար էնել իր հյուրանոցում։ Եվ երկրորդ, մեր հեռուստատեսությունները, մեր լրատվական բլոկը ինչի պիտի այս վիճակին լինեին, ես չեմ խոսում ընդդիմադիր լրատվական բլոկ լինելու մասին, բացարձակ, այլ կոնկրետ բան աշխատանք տանող, մանիպուլատիվ աշխատանք տանող եւ հասարակությանը մեդիա տերորի ենթարկող այս լրատվականները։ Ինչի համար պիտի sense բան լինեն։ Սա երկու իհարկե հեսա 10 ժողովրդավարություն է, բան, դա ժողովրդավարություն չի։ Ժողովրդավարություն, եթե չգիտեք որն է, եկեք գնացեք սովորեք, որովհետեւ համենայն դեպս ես չգիտեմ ձեզանից ով է գործողումներով կյանքի մեջ առաջ անգամ ինչ որ մի երկրում կամ երկրորդ երկրում լինում, իմ մի ոտը միշտ դրսերն ա եղել, ես շատ լավ գիտեմ ժողովրդավարությունը ինչ է։ Եվ երրորդ ես չեմ հասկանում ձեր նյարդերը տվեք։ Կան տեսել եմ, ես շատ հարգում եմ այդ մարդկանց, հարցը դա չի, ամենայն հարգանքով, բայց եթե չեմ սխալվում, քաղաքացիական պայմանագիրը պաշտոնապես ասում է ու մի քանի անգամ ասելու վերահաստատել, որ այս քանի դեռ այս ընդդիմությունը կա, մենք խնդիր չունենք վերընտրվելու։ Սա ես մի ժամանակ ասել եմ, որ ամենահիվանդ պատկերացումներից մեկն է, այո, կոպիտ բառ է օգտագործվում, կներեք անձնապես չեմ ասում, սա ես բնութագիր եմ ընդհանրական տալիս։ Այս իմաստով որքան կարողացել եմ, որքան որ ես եղել եմ կուսակցությունում, անընդհատ փորձել եմ բացատրել, թե դա ինչ վատ է այդ
այդպես մտածելը ու հեչել այդպես չի թե քանի ես ընդդիմությունը կա ուրեմն այդ անգամ դա իհարկե ինչ որտեղ սարկազմով է ասվում այնուամենայնիվ չի կարելի այդ խոսույթը բարձրաձայնել որովհետև հասարակությունը նույնպես դա լսում է չէ տեսնում է եւ ձևավորվում է մի հատ այսպիսի կարծիք որ դիտավորյալ այնպես են անում որ շատերը իրենց պատիժը չկրեն որովհետեւ որպեսի վերընտրվեն որպեսի անընդհատ նախքին ներկա դիսկուրս լինի որպեսի այսպես որպեսի այնպես այսինքն սա շատ վատ խոսույթ է ինչը ձեր դեմ աշխատելու ձեր դեմ մյուս կողմից էլ այդ որ նյարդային գրում եք այսօ էսի sense բան ասում են բանն ասում գիտեք ինչ դուք եք ասում որ խնդիր չի դե թող ասի ինչ է խառնվում իրար դու թող ասի իհարկե ապուշը 4 ժամ ապուշություն է խոսացել հարցը այդ չի բայց դուք եք նյարդային անում ձեր երանելի ընդդիմությունն է ձեր երազանքների ընդդիմությունն է ինչ եք ներվայնանում դրանից կարող են ներվայնանալ օրինակ արտախորհրդական քաղաքական ուժերը որովհետև կոշտ պայքար է գնում երրորդ բաց դաշտը գրավելու դա տեսանելի չի իսկ ինչ է արվել քաղաքական ինչպիսի միջավայր է ստեղծվել որպեսզի այդ երրորդ դաշտը գոնե ժամանակին առողջ ուժեր գրավեին ու հետո արդեն առողջ ուժերով իշխանություն դեմ ընդդիմություն մաքրեք մեզ այս արատավոր երևույթներից հիմա գանք լրատվական բլոկներին որոնք մեդիա տերորի են ենթարկում հասարակությանը իսկ դուք ասում եք չէ ժողովրդավարությունը թող խոսեն ամեն մի падգամավոր ամեն մի կառավարության ներկայացուցիչ քանի կայքի քանի անգամ արդեն դատի տվել այդ դուք որ կարող եք ինչ որտեղ ուշադիր լինել հետևողական լինել վճարը անել չէ բա մենք ինչ ասենք բայց ժողովուրդն ինչ ասի իսկ ով ժողովրդի փոխարեն դատի կտա ասենք թե օրինակ անձամբ Պողոս Պողոսյանին վիրավորում են Պողոս Պողոսյանը կամ սխալ տեղեկություն են բանանում Պողոս Պողոսյանը բարձրանում է երկում եւ ներողություն է պահանջում այստեղ ամեն ինչ པարզ է իսկ երբ որ ժողովրդին են մեծ տերորի ենթարկել ձեզ ներողություն են ասում ինչի հաշվին մեզ ինֆարկտի դուրը հասցնելու հաշվին այս 5 տարվա մեջ ինչ ասես չեն խոսել ասածների 90%-ը սուտ դա իրենց լիցենզիայով է տալիս գործունեություն ծավալելու համար ինչպես են գործունեություն ծավալում եթե օրինակ մեկը ունի շատ փող կարա Հայաստանում հեռուստատեսային կամ նմանատիպ գործունեություն ծավալի հա ինչքան ուզի ու ինչ ուզի խոսի պետության դեմ բան անկեղծ ասած դեռ երբ էր մի 2 տարի առաջ էր երբ որ հերթական անգամ Միջանսկի մասին հարց էին տալիս Եվրոպայի ներկայացուցիչ ես սպասում եի գոնե այդ անգամ մի կոշտ կոպիտ բան կլինի գործողություն ձևերն էլ ենք ասել լավ հələ ինչ են խոսում ինչ չէ մի կողմ ձևերն էլ ենք ասել օրինակ հերոստալիքի վրա բերեմ օրինակը որ մնացածներին ինչ որ ապրիորի ձևով գովազդարած չլինեն ասենք թե 5-րդ ալիքն է առավոտի ցիրիկում ոնց ուզում ձևակերպում է իր միտքը ներկայացնում է ոնց ուզում ինչ ենք ասում քաղաքացուն ասում ենք դե ընտրողը դու ես ինչն ես ինչ չէ բայց կներեք եթե 90% լցված է դրանով դա նշանակում է հասարակությունը մեդիա բուլինգի են ենթարկվում մեդիա բուլինգի նյարդային ներվեր օրական սահմանը տվին գյուղը հանձնին քանի որ հանձնեցին դե քանի որ տվեցին դե որովհետև հանձնել էին տվել էին որովհետև հանձնեցին այդ ձևակերպումներով օրը 1000 անգամ հիմա նույն 5-րդ ալիքին գնում եք վճարում եք բոլոր բաները մինիստրությունները ունեն հավելյալ առանձին հաշիվ բանի համար լուսաբանելու համար իրենց գործունեությունը գնում եք վճարում եք ասում եք ես չգիտեմ ես կամպով վերցնում ես օրը այս ժամից այս ժամը ցույց ես տալիս իմ գործունեությունը ցույց ես տալիս անպայման տեղեկացնում ես սա կառավարության որոշումն է օրինակ մեկ լավ որոշում է կառավարությունը ասենք թե որոշել է այսինչ ծրագիրը իրականացնի այդ ծրագիրը պետք է ցուցադրեք ռեպորտաժ 3 րոպե է 3 րոպեի գումարը չգիտեմ 100,000 դրամ է վերցրեք պարտադրեք թող ցույց տան ինչ ասելու են չենք վերցնում ցույց չենք տա չեն ասել չեն կարող ասեն չէ բախի չեք անում մենակ բավարարվում են բոլոր բաներին նախարարներին արդեն տեսել ենք Facebook-յան ասուլիսներում բայց դեռ ցավը տանեմ էլի շնորհակալություն դա էլ լավ բան է բայց դա լավի սկիզբն է ես չեմ ասում ցավը տանեմ որ իրանք են հենց ասում ես էլ ասում եմ դա լավ բան չի Չէ, ոչ ոք չի ասում, տակ այդ մարդու ես եմ ինչ, կամ լինեն թե չլինեն, իմ ասածը խնդրում եմ մի հատ էլ լսի ուրիշ բանի մասին է 5-րդ տարին արդեն, այսօրվա դրությամբ Քոչարյան Ռոբերտը դուրս է եկել, նստած մամուլի ասուլիսով, այն պարագայում, երբ որ Պարսկաստանի նախագահը եկավ Հայաստան անձամբ, գնաց, դեսպանը, բոլորը պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք խնդիր չեն տեսնում
Թրիպի ուղու հետ կապված, թրիպի ուղի, Միջանցք չէ, թրիպի ուղի, Միջին Միջանցքի մի հատված, Միջին Միջանցքը բոլոր տեղերում, ասենք օրինակ ընկերս գալիս էր, նա Պոլշայում է գրած է եսիմինչական կարիդոր, բայց դա այդ երկրի վերահսկողության տակ է։ Այս արտահայտությունը անում է, ու տենց ինքը անում է։ Վերնում է, ասում է, Պարսկաստանի սահմանին ամերիկյան ներկայություն, գրգռում է, իսկ ինքը նախագահ է եղել է։ Այդ մենք գիտենք ինքը ինչացու է։ Բայց ինքը նախագահ է եղել։ Կոնկրետ հարաբերություններ ասցանում, փորձում սրել Հայաստանի ու Իրանի մեջ։ Հասկանում եմ, որ կառավարելի է, դուք կարող եք կառավարել, բայց դա տհաճ երևույթ է։ Ինչ է նշանակում երկրի երկրորդ նախագահը, որը զավթել էր իշխանությունը, նախագահ կոչեցյալ է դրա համար կասեմ, գողացել է ժողովրդի բանը, իշխանությունը, դուրս է եկել, այսօր կոնկրետ տենց արտահայտություն է անում։ Կամ ասում է, ինչի 42 կիլոմետր, sense գայեք մտնեք Նախիջևան, բան, sense բաներ է խոսում։ Այս ու գիտեք, այստեղ ինչ որ խոսում է դա դեռ հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմը հետևյալն է, որ լրատվական դաշտը այնքան է մանիպուլատիվ հայտարարություններով մարդկանց մեջ այլ բաներ ներարկել։ Որ հիմա նրա ասածը շատ մարդիկ ցույց իսկապես հարց են տալիս, էլի խի բաց են։ Ու իմ հոգը չի, որ դրանից ելնելով ինչ հետևություններ կլինեն 26 թվականին, ոչ։ Ես այլ բանի մասին եմ մտածում։ Իսկապես մաքուր 5-րդ տարին է հեսա լրանալու։ Ու քաղաքական միջավայր գոյություն չէ, թույլ է տրվել բոլորին ամեն ինչ խոսել։ Ցանկացած բան։ Հետո գնում է բանը, ԱԱՑ-ն ձերբակալում է մեկին, ով ցանկացել է, չգիտեմ, տերոր իրականացնի, ես Գալստանյանից մասին չեմ խոսում։ Չնայած այդ ապուշն էլ է խաբված։ Ես ասեմ իմանաք։ Այ հենց այս մեդիա տերորի, մեդիա բուլինգի մի զոհել ինքն է։ Հենց իմенно Վազգեն Գալստանյանն է, բոլորը չէ այդտեղ։ Բայց ասենք այդ զոհվածի ծնողի բռնում են, ով որ ուզեցել է օրինակ տերոր անի։ Արա ինչի արդյունքում է ուզել, ինքը նստած տեղը չի մտածել, է էդի։ 20 թվականից ինչ որ մարդը ի սկզբանե բանա, չէ՞, բաց է իր դաշտը, չէ՞, բանի, էմոցիոնալ դաշտը։ Ի սկզբանե իրական ջը լծվել է, ասել են հենա է մեղավորը, հենա մեղավորը, հենա մեղավորը, հենա մեղավորը, հենա մեղավոր։ Այս մարդ ու ամեն ձևերով անց են ներկայացրել, որ այս մարդը հասկացել է, որ իսկապես նա է մեղավորը։ Հիմի վերակացել տերոր անի։ Վերցրել իրան փակել են։ Իսկ այդ մարդը, երբ որ բացատրվում է, օրինակ դատական դալիճում, դատանի դալիճում բացատրվում է կամ ՀԿՑ-ում բացատրվում է, ինչի արդյունքում է ինքը եկել դրան։ Դուք չեք զգում այստեղ այդ մեծա բուլինգի գործ բանը։ Ու չեք զգում, որ այդ մարդիկ իսկապես, ասենք, ոնց որ մեկին վերցնենք, անընդհատ ականջին լցնենք մի բան, հետո ինքը այդ լցրածով քայլի, ասենք, թող դա արի ստեղ բռնենք փագել։ Կլինի այտենց։ Չէ, չեմ պաշտպանում, մեջ մտածեք պաշտպանում եմ։ Բայց ես ուզում եմ որպեսզի հասկանալի լինի, թե ինչի հետևանք կա։ Ու երբ որ 2021 թվականից ասում ես ամեն ինչը հələ հետո է պաբոչնի էֆեկտները տալու, ասում են, այ ինչ ես խոսում։ Խնդրեմ, բերել կանգնենք մի վիճակի նորից, դուք չէ՞ որ պատասխանատվություն եք կրում։ Պատասխանատու եք հասարակության առողջ ապրելակերպ, առողջ ֆիզիկապես միայն, չէ՞։ Լավ էլ ինչ թողնել, ինչ ով ինչ ուզի ցույց տա հեռուստատեսությամբ, ով ինչ ուզի լցնի համացանցերը առհասարակ կատաստրոֆիկ վիճակ է։ Ես չգիտեմ, այդ բանը կիբերհանցագործության բաժինը ինչ որ ասենք ինքը ինչի մասին է, որ խնդրենք մի օր հարգելի Պետրոս Ղազարյան, ուղիղ խնդրում եմ ձեզ, որ խնդրենք այդ վարչության պետին կբերեք մի հատ նստի հանրությանը բացատրի, թե կիբերհանցագործության բաժինը ինչի մասին է աշխատում։ Կարող է մենք սխալ ենք հասկանում։ Կարող է ամենայն հավանականությամբ մենք սխալ ենք հասկանում, բայց ունենք իրավունք ճիշտ հասկանալու։ Մենք սահմանադրական իրավունք ունենք ճիշտ հասկանալու։ Ապա խնդրեմ, ասեք ինչի մասին է խոսքը։ Առավոտից իրիկուն ինչ ասես կատարվում է համացանցում։ Ես կարող եմ հենց այսպես ասել։ Իմ օրինակով անձնական ասեմ, բաներն սկրիններն են մոտս է։ Իհարկե ոչ թե բանից ելնելով եմ ասում, որ վախերից։ Չէ, ուղիղ օրինակները բերեմ, որպեսզի ձեռքի տակ ունենաք։ Ախպեր ջան, մարդը նստել է TikTok-ով գրում ասում է, էսի գնել է ժողովրդան, էս է փողը $5000 նրան ով որ գնել է խփի։ Օրինակ։ Ում դիմեմ դրանով։ Այդ խոսամ ատելության խոսքի մարդկանց ընտանիքներին կպնելու, հայհոյելու, չգիտեմ ինչեր անելու։ Չես հասկանում։ Ասենք լավ, օրինակ, ես չեմ տեսել դա։ Այդ բաժին, այդ ֆակուլտետը ինչ որ բանով զբաղվում, առհասարակ։ 4 օր էր, 4 օր։ 4 օր դրել էին, բանը հայտնաբերեցին Վրաստանում ես իմ ում, մի հատ թուրք տոլի ինչ, ով 100,000-ավոր ID-ներ էր սարքել, որպեսզի բերեին Հայաստան, որպեսզի ընտրություններին Նիկոլին ընտրեին։ Այ թուրքերը այ ուզում են, որ Նիկոլը ընտրվի։
Նախկին ասողն էլ ոչ ավել, ոչ պակաս, նախկին փոխնախարար, թե նախարար մարդ։ Շատ էլ դալբայոբա։ Այո, մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ արտադրության նախարարն ու փոխնախարարը կամ փոխնախարարը եղել են դալբայոբ։ Այնտեղ մի հատ կուսակցություն կա Հայաստանյան պետռեգիստրում գրանցված, որը պետք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համահունչ գործի, չի կարա հակառակ գործի։ Հայաստանի դեմ չի կարա գործի։ Դրա պատվավոր նախագահն էլ դուրս էր եկել նամակ էր հղել բանին, Վրաստանի վարչապետին, նախագահին, ընդեղի ԱԱՑ-պետին շնորհակալություն, տո մի հատ Համլետ Ղուշյան ունենք, էդ էլ հելել էր հարցազրույց էր մի կազմակերպել, բա ոնց եղավ, ինչ եղավ, բայց դուք երբ եք դուրս գալու այդ երանելի ժամանակները երբ են վերադառնալու, երբ որ դուք նորից եթերում լինեք, Համլետ Ղուշյան, այն էլ դուրս եկել, բա տեսակ, որ ասում ենք սենց, այդտեղ մենք մեր համագու ունենք, սրանք էլ մի իրենց պաշտոնական էջում են գրում, պարզում է սուտ ասավ, ծերից ծեր։ Ընդ որում առաջի հրապարակողն էլ ով եղել արտադրության նախարարը թե փոխնախարարը, էդի вообще հեռացրել է սայթից իր գրառումը։ Սրա դեմը ով առնելու։ Նորմալ է, օքեյ, նորմալ է։ Գոնե մեկ էլ հելեք ասեք, գիտեք ինչ, դա նորմալ է։ Մենք էլ ասում լավ, դա նորմալ է։ Okay. Չի կարա սենց շարունակվի։ Նայում ենք առավոտից իրիկու բարեփոխումներից են խոսում։ Բարեփոխումների համար, չգիտեմ, որ կառույցում այսքան գումար է հատկացվում։ Ասես լավ, ուժային կառույց է, էլի բարեփոխումը բարգին պետք է։ Բայց ինչ-որ ինչքան այդ ուժային կառույցներին շատ է, դա ուժային եւ դա իրավական համակարգի։ Ինչքան շատ փող է հատկացվում բարեփոխումների համար, այդքան ժողովուրդը իրան ավելի վտանգված ազգում, իր անվտանգությունը, ներքին անվտանգությունը, չգիտեմ ինչը, մյուսը։ Որքան ախպերական է, ոչ մի բան այդպես չբարեփոխեք։ Ոչ մի բան էլ մի բարեփոխենք, դե մենք ինչ ա լինում։ Այդ են համակարգերն են, որտեղի ամեն մի հատ բարեփոխումը քաղաքացին իր մաշկի վրա պիտի զգա։ Ես ինքս եմ կողմ եղել միշտ, որ ներքին անվտանգություն շատ լավ հասկանալով ու հաշվի առնելով իրավիճակը, որպեսզի ներքին անվտանգությունը Հայաստանի Հանրապետության բարելավվի, բարեփոխվի եւ այլն եւ այսպես շարունակ, բայց կներեք, սա չի լինում։ Որտեղ ամեն մեկը իր համար էշիական չկնած, վարչապետը եկել է իշխանության, բերան ասել է, բանակը ու դատա իրավական համակարգը, ապա քաղաքականացված պիտի լինեն։ Մարդ կա, որ կարա երթվի, որ այսօրվա դրությամբ բանակը ապա քաղաքական է, դատա իրավական համակարգը ապա քաղաքական է։ Կա տես մարդ, որ կարա երթվի, ասի հորս արև, ապա քաղաքական են։ Այդ մարդը ասելա պիտի լինեն ապա քաղաքական, ու մաքսիմում անում է, որ լինեն ապա քաղաքական։ Քաղաքական մենակ գիտեք որ առումով։ Ամեն դեպքում պետական ինստիտուտ է եւ գործողությունների քաղաքականությունն է մշակվում։ Այս իմաստով քաղաքական, բայց ապա քաղաքական այն իմաստով, որ կուսակցականությունը չպիտի դնի գազտա իր գործի տեղը։ Կամ քաղաքական պատկերացումներով չպիտի սպասարկի քաղաքացուն։ Իսկ մի մարդ կա, որ վստահ կարա ասի, որ այդպես է։ Տեսել ենք, հենա, մի տղա կա Մեղրիից, օրը մեջ գրառում անում։ Թե ինչեր են բերել գլխին ու շարունակում բերել։ Ինչ տեղի ունեցավ, այդ մարդուն հանեք բանակից։ Դա դեռ մի օրինակ եմ ես ասում։ Եվ կարամ հաջորդ օրինակը բերեմ։ Էլի երեխա են տպե, երեխա զինվոր են տպե, զինվորը պարկած հիվանդանոցում։ Ուղղակի ես մի քանի օր շատ զբաղված էի, այդ տիկնոջը խնդրել եմ, որպեսզի անպայման կապվի ինձ հետ, ես կգնամ կհանդիպեմ իրենց։ Չստացվեց հիմա էլ չգիտեմ, զանգելա թե չէ, բայց խնդրեմ, եթե եթերը դիտում եք, հարգելիս, վաղ երեկոյից հետո անպայման զանգեք։ Պարզապես ես ինքս հիվանդանոցներով ես մի քանի օր վազվզում։ Ինչ մի քանի օր, մի ամիս է, ինչ եկել է հանգստանալուց հետո։ Այսօր դրել է վարչապետը լսում է իմ շատ սիրելի երկերից մեկ, առհասարակ ես Վիսոցկու թուլություն ունեմ։ Ես շատ եմ սիրում Վիսոցկի։ Նայում եմ շատ հետաքրքիր ու կարևոր երգ է լսում։ Եվ իհարկե այդ երգը հենց այդ երգը լսելը իր ասելիքն ունի։ Ու ես շատ լավ հասկանում եմ այդ մարդու հոգեվիճակը, այս բային։ Շատ լավ եմ հասկանում։ Ինչի մեջ է մտել, ուր է գնում ու ինչ ճամփեքով է գնում, շատ լավ գիտեմ։ Իսկ այդտեղ վստահ եք, որ դուք բոլորը ըմբռնել եք ինչ-ինչոց է։ Ըմբռնել եք էլի, որ Գյումրին այդ օրը ընկավ, հիմա էլ հեսա վաղար շաբաթն է։ Մարդն էլ երեք ասուլիսի ժամանակ դուրս է եկել, բերան, ասելա, որ սաղ երկրով այդ պիտի անեն։ Պիտի անեն, տես պիտի գնան։ Մի 50 հատ քաղաքական ուժ կմտնեն ընտրապայքարի մեջ, չես կարա սահմանափակես։ Տեսեք ոնց է, Ժորժ, ես ուզում
մարդիկ հասկանան։ Հատկապես համայնքներում։ Նայեք, ցանկացած կուսակցություն, որևիցե համայնքում փորձում է փնտրել ու գտնել այդ համայնքի ամենահարգված մարդուն, ամենամեծ հարգանք վայելող մարդուն։ Նրա հետ փորձում է աշխատել ու իր կուսակցությունից առաջադրել։ Հասկանում եք։ Մարդիկ ելնելով այդ մարդու հանդեպ հարգանքից, այդ կուտը ուտում են ու գնում ընտրում են այդ մարդուն, որովհետև եթե ասես քեզ իրան ընտրում, ասում ես քիչ ընտրեմ, ես իրան հարգում եմ արդեն։ Վաստակել է մարդը այդ հարգանքը հարգում է։ Հասկանում եք։ Այս պարագայում եթե այդ մարդուն փորձում ես բացատրել, գիտես ինչ, ինքը Քոչարյանի, չգիտեմ, կամ Սերժի ես ինչն է։ Ախպեր ասում ինձ դա հետաքրքիր չի, ես անձամբ ճանաչում հարգում եմ։ Իրան էլ ընտրում եմ։ Առանց հասկանալու, որ այ հենց դրա վրա է հաշվարկը արված, որպեսզի այս տեղային ձևերով վերցնեն, վերջում համապետականին գմփսնեն։ Ու կգմփսնեն։ Եթե տենց գնես, չեմ խոսում, ինչ որ վախեր չի մեջ, որ վայ հանկարծն չէ։ Ես ինչ որ պիտի որպես քաղաքացի անելով գնացել եմ ու գնում եմ։ Ու դեռ գնալու եմ։ Հարցը չի, բայց ես ուզում եմ քաղաքացիներն դա հասկանան։ Որովհետև բացատրում ենք, ասում ենք, այս ինչ մարդը, այս մարդն է։ Ու այս ուժերն են նրան այս պայի դրությամբ առաջանում բնականաբար ոչ անվճար։ Ու դուք չեք ուզում ընդունեք։ Հետո մի վերկացեք, ասեք, օրինակ, երբ որ ասում ենք բանը, 21 թվականին ասում ենք դրանց բան արեք, ժողովրդավար ուժեր ընտրեք, ամեն մեկը գնաց ոնց ուզեց իր ընտրությունը արեց, այսօրվա դրությամբ բախի ես ինչ չեն դատում, այն ինչ քիչ են դատում։ Ասենք, իսկապես չեք հասկանում, ոնց է աշխատում այդ ամեն ինչը։ Դրանով կերկնակի երրակի դժվարացնում եք այդ գործերը։ Այո, Փարաքյանում, Գորիսում, Սոֆա ջան, շատ ճիշտ ես ասում։ Ինչ ենք մոռանում Գորիսի դեպքերը, որ ինչի Արուշանյանը բանա, նենց նեյտրալ բանա ցույց տալիս վարչապետի հանդեպ վերաբերմունք, այ նենց տիպը նորմալ է ընդունում ճամփում։ Դե կտեսնենք 26 թվին Արուշը ում վրա է աշխատում, ոնց է աշխատում։ Ինքնս չի լինում։ Ոչ կուզեք։ Մնացածը ձեր գործն է։ Հիմա ես կասեմ, մարդիկ կլինեն իմ ասածներից մի մասը դուրներ, չի գա ժողովուրդ ջան։ Բայց ես հիմա հələ որ մեղմ եմ ասում։ Հայաստանի Հանրապետությունում այնպես չի որ եթե ցանկությունով է սրա նրան բռնելը։ Բայց կան շատ լուրջ հարցեր։ Ու շատ լուրջ նախապատրաստությունը գնում Կրեմլու։ Ու ձեզ չթվա որ բանա, Կրեմլ բան, այս կոմենկոմ ձեր չունեն բան։ Նրանք նայեք Մոլդովայի օրինակը իհարկե շատ լավն է, բայց դա նաև սառը ցնցուղ է Ռուսաստանի գլխին, եւ Ռուսաստանը շատ ավելի լուրջ է պատրաստվելու Հայաստանի պարագայում։ Սա իմացեք։ Սա իմացեք։ Դրանից հետո գնացեք ում ուզում եք, կուզեք լսեք, ինչ ուզում եք արեք։ Հեսա վաղարշապետի ընտրություններն է։ ԿՊ ներկայացնում է շատ լավ տեխնացու Մեխակյանը։ Հանրապետություն կուսակցությունը նույնպես ներկայացնում է շատ լավ տեխնացու։ Տեսնենք հեսա ինչ կստացվի։ Ու հեչ պետք չի ոչ միայն որ նրանք չհաղթեն, հարցը նրանց հաղթել չհաղթելը չի։ Հարցը ընդհանրապես դա չի։ Հարցը նրանց բաբշե այդ աթոռներին մոտիկ չթողելն է։ Այ ոնց ազգային ժողովում արին։ Այդ օրինակն էլ 1000 անգամ բերում ենք նույն Գյումրիի ընտրությունների ժամանակ։ Ասում ենք այս ազգային ժողովի պատկերը տեսնում եք։ Ասենք կարելի էր դրանց թողնել, որ ազգային ժողովի աթոռին նստեին, որպես թեկուզ ընդդիմադիր։ Իսկ ով է թողել։ Իսկ բռնել նստացնելով էր, հազարներով չեն բռնելու նստացնել։ Դա էլ լավ իմացեք։ Այդտեղ էլ ուրիշ բաներ կա։ Ոնց բացատրումից չի լինում այն։ Երեկել դուրս եկել, ինչ ուզեց խոսեց։ Հայաստանի դեպ ցուցմունք տվեց մի քանի անգամ։ Բայց դուք սա սկայֆին նայեք։ Հելելա են Բորիս Մուրազին, իբր շնց ժողովրդավարական խոդ անում։ Իսկ դուք ինքնա հայացողությամբ ինչու չեք զբաղվում, ասենք բանա խոստովանել խնդիրները, բան դրանց շուրջ մտորել ես կոմենկում, այս տիպի բան է ասում։ Ու այս Քոչարյանն էլ վրոջի տես դուրը գալիս է լավ բան է ասում, էլի։ Բայց ի՞նչն է հետաքրքիր, երբ որ դու նրանց քննադատում ես իրանց կամ այս կամ այն արարքը, իրանք միանգամից վատանում են։ Յանի իրանք ոչ մի սխալ բան չեն արել։ Միանգամից վատանում են։ Փոխանակ գնան նստեն մտածեն դրա մասին։ Միանգամից։
Ասում հա, բանա, իհարկե մենք էլ սխալ ենք, բայց ինչ սխալ ենք արել։ Ասում ես, չէ, դի ո՞նց է սխալ, դի սխալ չի։ Ասես ախպեր, պապլավոկու մարդ եք սպանել, տիկնապաներից մարդ են սպանել։ Ես տունը քնած եմ եղել։ Նախագահը է ասում։ Տեսեք, պրոտոկոլը սենց է, երբ որ երկրի ղեկավարը գնում է այսինչ ամեն ինչ տեղը, նախապես անվտանգությունը ստուգում է, հետո որ գնում է անվտանգությունը ուղեկցում է, այդ պահին տվյալ տարածքը համարվում է հատուկ պաշտպանվող տարածք արդեն։ Հետո գնաց ղեկավարը, տիկնապաները գնացին։ Հիմա հարց։ Ռոբերտ Քոչարյան, որ ասում ես դրանից գնալուց 40 րոպե հետո է այդ դեպքը եղել, ես էլ տունը քնած եմ եղել։ 40 րոպե հետո քո գնալուց ախրանիկը ինչ գործ ուներ պապլավոկում։ Նախ դա այդպես չի եղել, բայց ասենք թե դու ճիշտ ես ասում։ Դες շատ բարդ բառակապակցություն է, նախադասություն է Ռոբերտ Քոչարյան եւ ճիշտ ասել։ Ասենք թե ճիշտ ես ասում։ 40 րոպե հետո որտեղ ես քնած եղել։ Որ ախրանիկները պապլավոկում են եղել, պրիտոմ քո ընկերոջը ծեծելուց, սպանելուց։ Կամ ասենք թե քնած ես եղել, այնտեղ էլ գործերով այտենց է, դե գործով գիտեք, չէ՞ ոնց է, բարձվում է Պողոս Պողոսյանն է հարձակվել, էլի բաների, ախրանիկների վրա։ Իսկ դա արդեն շատ ուրիշ բան է, բայց չգիտես ինչու ամեն դեպքում կգում նստել է 2 տարի, 3 տարի։ Խի այդքան քիչ նստել բա։ Ասում ենք մի էդի որոշում, ասում եմ մի էդի որոշման մեջ սպանություն բառը չկա։ Այսօրվա իշխանության պատասխանատվության տակ է։ Ընդ գրած է պետությունը նորմալ չի ուսումնասիրել գործը։ Դե հենա պետությունը թող գնան նորմալ ուսումնասիրի։ Ամերսունը կապուշ։ Նայ մի է դա ասում է պետությունը չի կարողացել ապահովել մարդկանց անվտանգությունը, թե չէ։ Այն որ Ղարաբաղից զորք էին հանում բերում Երևան, այստեղ ոչ մի ուրացում չկա։ Ոչ մի։ Ցնդելու բան է։ Ոնց իրենք ժամանակ զանգել թելադրել են, սենց սարքեք, այնց սարքեք, նրանք էլ սուս-պուս սարքել է, իրանց թվացել է թե ժողովուրդը կուտը կերել է, այլչան մտածել, ժողովուրդը գլխի տակ չի դրել, որտեղ վախի մտնոլորտ եղել նաև։ Իրանք գիտեն հիմա էլ է տենց էլի, նույն ձևով տենց կտելով ֆրֆռում են։ Դուրս է եկել Արցախի քարտեզն է ցույց տալի Հայաստանին, սոցիալի նույն գույների մեջ բան էլի, բա այս սենց այնպես, արա, ես վիդեո ունեմ հրապարակած, ընդ որում այդ հրապարակման վերաբերյալ ազգային ժողովում հարց հնչեց վարչապետին կառավարության հետ հարցը պատասխանի ժամանակ Վահագն Ալեքսանյանը դիմեց վարչապետին, ասեց սենց տեսանյութ է տարածում, որքանով է դա ճիշտ։ Վիդեո ունեմ տարածած, որտեղ որ դուք ՄԱԿ անվտանգության խորհրդին ուղարկել եք քարտեզներ, Ղարաբաղը ամբողջովին Ադրբեջանի կազմում։ 3 նախագահներով որևիցե մեկը Ղարաբաղը Ադրբեջանից դուրս երբեք չեք դիտարկել։ Ձեր ոչ մի բանակցությունով, ոչ մի թղթուտ համասիով, ոչ մի ձև։ Ամեն մեկը բանակցել եք ինչ կարգավիճակով լինի Ղարաբաղը Ադրբեջանում։ Հայկականության մասին, ոչ թե Հայաստան լինելու մասին։ Հիմա երթով գաք, միացում էին գոռում, գնացել եք խոսացել։ Հետո գնացել ես Ռոբերտ Քոչարյան, նստել ասել ես ինքնորոշվողը թող այստեղ չլինի։ Ես Հայաստանի Հանրապետության ղեկավարս նրանց տեղը կասեմ իրանք ինչ են ուզում։ Ինչի համար հատուկ շնորհակալության ես արժանացել հենց սադարակում։ Դրանից ավելի լավ նվեր չէր կողնել, այսինքն դա վերցանվում է այսպես։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությունից ունի տարածքային պահանջներ։ Հասկանում եք դինամիկը որտեղ է դրած։ Եվ արդեն 5-րդ տարին այս բացատրում եմ ասում ժողովուրդ ջան 44 օրյա պատերազմը ու սա առաջի անգամ չեմ ասում կարող եք բացել ամեն տարի առնվազն 2-3 անգամ կրկնել 44 օրյա պատերազմը չի եղել Լեռնային Արցախի համար 44 օրյա պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության համար ոնց ուզում եք գցեք բռնեք գումարեք անեք բաժանեք բազմապատկեք եւ փառք ու պատիվ մեր զինվորներին որ հայկական միավոր Հայաստանի Հանրապետությունը պաշտպանեցին Լեռնային Արցախի տարածքը, որովհետև Լեռնային Արցախի մասով, Ղարաբաղի մասով եղել է միջազգային կոնսենսուս, չի եղել աշխարհում մի երկիր, սկսած մեր ռազմավարական դաշնակցից, որ օքեյ լիներ նրանում, որ Արցախում պատերազմը, չգիտեմ, հայերի օգտին ինչ որ ձև աջակցել օգնել, չի եղել նման բան ու չէր կարող լինել։ Չէր կարող, որովհետև 30 տարվա, 35 տարվա բանակցածը հանում, կարդում եք նրա մասին, թե Ղարաբաղի Ադրբեջանը երբ հարձակվելու Ղարաբաղի վերջնական ուժով իրանով անի։ Ակը մնացել էր Հայաստանի հարցը, մնացել էր, այո, հենց այդ ճանապարհի համար, հենց Սյունիքի մարզի, հենց Մեղրիի համար, հենց այդ ուղու, որը որ պիտի միջանց լիներ։
որի վերահսկողը պիտի լիներ Ռուսաստանը, կամ Մեծ Բրիտանիան, կամ երկուսը միասին, British Petroleum-ով բանով, վերցրեք նայեք 90-ականների նկարները, մինչև 2000-ականներ, վերցրեք նայեք British Petroleum-ի նկարները, Հայաստանի Հանրապետության ներքևի մասում Հայաստանն ու Իրանը ընդհանուր սահման չունեն, այդ ժամանակ դաշնակները ինչ-որ ուրացման հետքեր չէին հայտնաբերում, հայրենավաճառության, թուրքամոլության, չգիտեմ ինչ որակումներ են տալիս են չեն տեսնում ոչինչ, կամ ինչ է նշանակում Մեղրիով 42 կիլոմետր երկարությամբ 5 կիլոմետր լայնությամբ, տես մի հատ բան տանք, որպեսզի ադրբեջանցիները այդտեղով անցնեն Նախիջևան գան, մի հատ էստակադայել նման մի բան էլ մեզ սարքենք, որ գնանք Պարսկաստան գան։ Ինչի դիմաց ասում Լաչինի Միջանցքի դիմաց։ Մարդը չի հասկացել Լաչինի Միջանցքը ինչ է, մինչև հիմա։ Համ Ղարաբաղում է նախագահ աշխատել, համ Հայաստանում։ Չգիտի Լաչինի Միջանցքը մարդասիրական միջանցք է։ Լաչինի Միջանցքը ոչ միտեղ չի տանում։ Հայաստանից տանում էր Ղարաբաղ, Ղարաբաղից Հայաստան։ Վերջ։ Լաչինի միջանցքը տարածաշրջանային չգիտեմ ինչ կարևորություն չուներ։ Դա մարդասիրական միջանցք է հայ ժողովրդին այնտեղ ապրող հայ ժողովրդին մայր Հայաստանից բան անելու համար, կապը պայելու համար։ Չի բացել։ Ո՞ս փոխարենը Արցախը տալիս էր մեզ։ Լուրջ ես ասած, մենք բանակցում ենք, դրա դիմաց ամբողջ Արցախն ենք վերցնում մեզ։ Իսկապես։ Ո՞ց էր վերցնում, ինչ էր։ Մեզ ասելով ում նկատի ուներ, վերամիավորվում էր Հայաստանին։ Հիմա հələ ինչ էր կիվեստը եւ ինչու այդպես էր չստորագրվեց, դա դնենք մի կողմ։ Այդ ժամանակ ոչ մեկ բանը ձեռքդ բռնաշերերը, բայց մենք տարբերական հարց եմ տալիս։ Էլի 1000 անգամ ասել եմ, մի հատ եմ ասում։ Ինչի վրա օրինակ բերեմ, որ հասկանալի լինի։ Տեսեք, պատկերացրու Քոչարյան։ Նայ։ Սա դու համարում ես, որ քոնն է։ Սա նույնպես համարում ես քոնն է։ Ընդ որում, սրա համար գլխով պատասխանատու ես, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը Հայաստանի Հանրապետության ճանաչված տարածքների ամբողջական տարածքների պատասխանատուն է։ Պատասխանատու։ Անվտանգության չի կարա ինքը բանակցի միտից զիջելու առանց հարակվի։ Չի կարա։ Դա չի կարելի։ Անձեռնմխելի է։ Ու ինքը դրա պատասխանատուն է։ Այսինքն ժողովուրդն ասում է, չգիտեմ դու այնտեղ հույժ գախնի, ինչեր կխոսած, բայց այս մասով սահմանադրությունը քեզ ասում է, որ բան չունես խոսելու։ Հասկացա՞ր։ Սա իհարկե ռազմական գործողությունների արդյունքում հնարավոր է թշնամին առաջխաղացումներ գրանցի ու զավթի որոշակի տարածք, բայց դա չի նշանակում, որ դու ես խախտել սահմանադրությունը, հասկանում ես։ Դա ռազմական գործողություն է կամ իրավիճակ է, որը պետք է քաղաքական մասով հատկապես փորձես լուծել։ Կամ ռազմական ճանապարհով, նայած արդեն հաշվարկով ղեկավարի վրա։ Հասկացաք, սա Հայաստանի Հանրապետության տարածքն է, որի նախագահն ես։ Սա Արցախն է։ Դու ասում ես. Ադրբեջան, արի, այստեղից մի այսքան տամ քեզ, ընդ որում կապ չունի ինչքան է, այդ կապ չունի վաճառ, 1 մետր, 50 մետր, 500 մետր, կապ չունի, նույն բանն է, խախտումն է սահմանադրվում։ Այսպես արի այստեղից մի այսքան տամ քեզ, դեռ լավ առավելություններ տամ, էսի դուր ինձ։ Չէ՞։ Այսպես Մեղրիով չգիտեմ ինչ մի հատ առավելություն քեզ տամ, ելը չեմ խոսում, որ դու խոսացել ես Մեղրին տաս։ Դες ասում Մեղրիով այս բանը տամ, այսի դուր ինձ։ Սա գիտես դիվանագիտական լեզվով ինչ նշանակում։ Ալիևը կամ Թշնամի երկրի ղեկավարը գնում է միջազգային հանրության, ասում է միջազգային հանրություն, բոլորդ խառնեք, չէ՞ տարածաշրջանի մեր հարցով։ Հա։ Այս մարդը ասում է ինչ որ բան տամ, էսի դուր ինձ։ Այդ նշանակում է, որ ինքը ընդունում է, որ սա Իրանը չի։ Այ դու այսպես հենց այսպես ճանաչել ես Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Արդեն, ասես ախպեր, էսի իմը չի։ Բայց ինձ պետք է, արի քեզ բան տամ, էսի դուր ինձ։ Հասկացա՞ր, դու ասում ես դրանով, որ սա քոնետ չի։ Սա մեկ փաստ։ Որի մասին երեք նույնպես խոսել ես հույս ունենալով, որ դեբիլների երկիր է սա։ Հիմա երկրորդ փաստը։ Ադրբեջանը մենակ սրանով չի բավարարվել, չի գնացել աշխարհին, ասել աշխարհը սա ինչ ապուշություն է դուրս տալի, ուրեմն սա իմն է։ Այ հենց սա ձեզ արգումենտ, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա դա տարածքային պահանջներ ունի։ Ինչը չի կարելի միջազգային կանոնակարգով, չի կարելի։ Հասկացաք։ Հիմա հաջորդը Ադրբեջանը այսքանով չի բավարարվել, ընդեղ էլ ոչխարներ չեն նստած։ Ասել են միջազգային հանրություն։ Բացի այն, որ սա Իրանը չի։ Նաև Մեղրին Իրանը չի։ Ասում են ո՞նց։ Ասում են դե տեսեք, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ մի բառ ասարակ բոլոր երկրներում է դա այդպես։ Բայց մարդը հանդիսանում է պատասխանատուն էս ամեն ինչի։ Ընդունված սահմանների ճիշտ է,
ճիշտ է։ Ախպեր ջան, բավարար պատասխանատուն է։ Առանց իր հանրությանը հարցնելու եւ հանրակրվեի դնելու։ Ոնց է, ըստեղից ասում ես հատվածը կտամ քեզ։ Ոնց է մտնում այդ բազարի մեջ։ Մի դեպքում կարա մտնի, երբ որ համարում է, որ սա նույնպես իրանը չի։ Եվ ես էլ քանի որ ձեզ ասել եմ, որ սա իմը կարալնի, ուրեմն իմն է։ Այո, պահանջը ինչի մասին Ալիևը մինչև այս օգոստոսի 8-ը գոռում էր։ Ուսում էր, ես միջած պիտի ստանամ։ Իսկ միջազգային հանրությունը չի ասում է, արա ախպեր, լավ, այն ժամանակ Քոչարյանն է եղել, հիմա Նիկոլն է։ Հələ արանքը մի հատ էլ Սերժիկը եղել։ Չէ, բոլորի դեպքում դա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ Անկախ նրանից թե ղեկավարը ով է։ Որովհետև երկրի ղեկավարը նույնպես գործում է պետության անունից։ Հիմա այս մարդը վերադարձել է 3-4 ժամ պատմում էր, թե ոնց է ինքը ուզում գա, որպեսզի Կրեմլի ու Ադրբեջանի ուզածը եւ British Petroleum-ի մյուսի դարձնի իրականություն։ Այլ կերպ չի կարա, որովհետև Նիկոլը պաշտոն երկու ոտը դրել է մի կոշիկ, ասում է ապել, ասեն շնեցը կռուտի տանում, ոտելով ինչ ասած անում է, դրական իմաստով։ Որ է սաղցրի, ընդཐུպ միջև գնում ասում է Ամերիկա, ասում է ախպեր ջան, անունն էլ դնելու եմ թրիպի ուղի ախպեր։ Դնելու, հա, ջան մեռնում կյանքի, պրոբլեմ չկա։ Ադրբեջան փորձում են այդտեղ խաղեր էստել։ Ուստի շոկ մաղկացում են, ոնց արա։ Այս օգոստոսի 8-ի ստորագրությունն էս ինչ ստորագրություն արա։ Ու քանի որ չեն կարա մեկնաբանեն, որ դա անձամբ իրենց ու իրենց ուժի համար վատ է, իրանք մեկնաբանում են դա հայնասիրական, պսևդո հայնասիրական բաներով։ Օ, սա Թուրքի պահանջն է, բան։ Թուրքին չա պահանջել, ասել է թրիպի ուղի այդտեղ բացեք։ Հուշեմ, Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկ ծրագիրն է հանել իր պատմության ընթացքում առաջին անգամ։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ծրագիր այն մակարդակի, որ հետաքրքրի մնացած երկրներին ու ներքաշիտը ցույց տա փոխադարձ շահերը բոլորի հյուսիս հարավ արևել կարեմուր ու այդ թուղթը ձեռը ընկա վերցրած ունեց այնքան դեր գծել որ բոլորը տեսան իրենց շահը կարար մի հատ sense գից քաշել մի հատ sense ոսերես այսեցի բան քաշմերուկ ախպեր չէ մի քիչ ստեղից Թուրքիայով ատարել մի քիչ ստեղից Ադրբեջանով ստեղ մի քիչ Իրանով ստեղ Վրաստանին ամացել խաղի մեջ այսինքն շահերի համընկում փոխադարձ շահը ըմբռնեցունի պաշտպանելու է թեզը նաև սա է պատճառը որ պիտի գնար Էրդողանի կողքը կանգներ, գիրքներ ձեռը բռներ նկարվեր ու դներ հավացանց ասել վայ տեսեք ինչ լավն է Էրդողանը լու բառացի իհարկե չէ հենց նրա համար որ Էրդողանի սիրտը շահեր որպեսզի նա այս պրոյեկտին նույնպես դեմ չլիներ որովհետև ուզեք թե չուզեք Արևմուտքը Ամերիկան ընդորում մտել է տարածաշրջանում ինքը այսօրվա դրությամբ ժողովուրդ ջան մի քիչ քարտեզ նայեք աշխատում է Թուրքիայով այո աշխատում է Թուրքիայով եղելով դեղելով բայց տարածաշրջանում դրանով աշխատում եւ այո ցավոք սրտի մեր ռազմավարական դաշնակիցը կարողացավ էլի հասնի դրան Ռուսաստան կոչեցյալը տարածաշրջանում թելադրողը արդեն այդպես է դառնում բայց երբ որ դու կարողանում ես համոզել ընդ որում դուրս ես գալիս Պերվիրուկ պրյամո Ամերիկայի վրա ու ասում ես ըստեղ այս ճանապարհը կարա սենս լինի դա քեզ էլ է ձեռնտու ու ինքն էլ ասում է դե մի հատ եկեք նստեք ստորագրեք անցյալ շաբաթ էլ վեր են կենում կոնգրեսականները պրոյեկտ են տանում կոնգրես որ Ադրբեջանը ոնց որ ուզում է քակի համահանի որ հանկարծ եթե քակի համահանի Ամերիկան ինչը քայլել պիտի ձեռնարկի որպես ու դա է փորձում օրենքով ամրագրել իհարկե լրագրողները դրա մասին չեն լսել երեք որ նստած 4 ժամ այդ գոզոտին էին լսում չեն լսել դրա մասին ապա թե անպայման կհրապարակեն ես հավատում եմ իրենց Այդ նրա մասին է խոսում արդեն, որ թիվ 1 երկրները դրանից հետո գալիս գնում է Չինաստան, որովհետև արևելք, արևմուտք, այդ է նշանակում։ Հետո էլ գնում է Ռուսաստան, հետո մի հատ էլ գնում անդեղից պրյամո ռեսով Ամերիկանդեղից Նյու Յորք, բան, Եվրոպա, այս ամեն ինչը դրա մասին է որ գիշեր։ Որպեսզի դուք նստեք ու ասեք, չէ, բան, Զանգեզուրի Միջանցք։ Որպեսզի նստեք ասեք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ավելի լավն է։ Իհարկե ձեր համար լավն է, բա 30 տարվա ռուսի ծրագիրը վարի է այդում։ Բա պիտի դուրս գաք ինչ ասես խոսեք, անունը դնելով հայրենասիրություն։ Հիմա ով է այստեղ բանոշա ու առհասարակ։ Որևիցե մեկը չի փորձել ուսումնասիրի թուրք-ադրբեջանական բաները, հարաբերությունները, ներքին խնդիրները նրանց։ Որևիցե մի ուսումնասիրություն խելքը գլխին գոյություն չունի։ Գիտեք ինչու։
Որովհետև եթե ուսումնասիրեն ու ձեզ ցույց տան, դուք կտեսնեք, որ այդ ամեն ինչը ապուշների համար է ընդհանրապես։ Թուրքը ադրբեջանցին, թուրքը ադրբեջանցին, ապուշների համար է դա։ Այդ որովհետև կարող են դրանով խաբել միայն ձեզ։ Դրա համար էլ չեն ուսումնասիրում։ Իսկ եթե ուսումնասիրեք, դուք կտեսնեք, որ այո, ցեղասպանությունը, բայց Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես ունեն բավականին շատ խորքային խնդիրներ իրար հետ հարաբերություններում։ Ընդհանուր միջև ազգերի միջև։ Կովկասյան թաթարներն ու թուրքերը։ Բամետ ուսումնասիրեք, բամետ գիտական աշխատանք տանեք, բամետ հանրությանն է, բամետ գիտաժողովանեք հանրությանն ցուցադրեք, որտեղ մենք էդ չկա։ Բայց ինչի թիրախային հարվածներ այդտեղ չէիք տալիս։ Չէիք ուսումնասիրում թիրախային հարվածներ չէիք տալիս այդտեղ։ Հեյ, Ադրբեջանն գնաց արա ասեց, ախպեր, Թուրքիա ջան։ Նայ, մենք էլի լիքը հարցեր ունենք, խնդիրներ ունենք իրար հետ։ Բայց ախպեր, դու չես ջոգում, որ հայերը ինձ են խանգարում քեզ է։ Վերջ։ Սա դարձավ փոխադարձ համատեղ շահերի համընկում։ Իսկ մենք հայերս վերկացանք, տեսեք մեր զինվորը կռվում են 5 երկրի դեմ։ Սա է մեր գլուխ գովալու մատերիալը։ Այո, դա իրականությունն է։ Իհարկե գլուխ գովալու բան է։ Բայց դիվանագիտական առումով, վրա պետություն դու ուր ես եղել, որ 5 երկիր կոնսոլիդացվել են քո դեմ։ Դու այդ ինչ ես արել ես տարիների ընթացքում, արա։ Այս հարցը ոչ մեկ չի ուզում տա։ Իսկ այս հարցերի պատասխանները, այն պատասխաններն են, որոնք որ իրեք նախագահները վախում են, կակում են, տակները դրա համար էլ չեն գալիս հրապարակային բանավեճի։ Հասկացանք իրար։ Սա դեռ ինչ է, այնքան բաներ կա։ Մենք 5 տարի ասում ենք, ում ա պետք, մեջը ոչ խաֆուր ենք դնում, ոչ մեկի ընտանիքն ենք պղծում, ոչ եսի միշտ մուտիլով կեք ենք անում, սիրուն, ում ա պետք։ Լսողնով է։ Հա, վերադառնալով տարածածս տեսանյութին, 1000 անգամ եմ ասել, մի հատ էլ եմ ասել, հնարավոր է մարդիկ են եղել չեն լսել, հաջորդը է։ ՄԱԿ անվտանգության խորհուրդ ուղարկում են քարտեզներ։ Երեք որ տենց դրել էր լազերով ցույց էր Հայաստանն ու Արցախը, արա բայց այդտեղ միած սխալների ուղում արել էին, անկեղծ եթե լինենք։ Հիմա ասեմ ինչ սխալների ուղում։ Այս ապուշները մի անգամ ազգային ժողովում, երբ որ բերել էին մերոնք Հայաստանի Հանրապետության մակետը, ճոպացրել էին ազգային ժողովի ներսում պատին, երբ որ դիտում եք ազգային ժողովը, այնտեղ վերևում Հայաստանի Հանրապետության բանն է, չէ՞։ Այս նրանք մի հատ ստարտատոչոր ձևով հայրենասիրականախառը վերեցին Արցախը կողքից կպսրեցին, արա ուրիշ գույնով։ Եթերն արին խոսած են, բախ եկ առանձնացրել։ Սխալների ուղում էին արել։ Այս անգամ երկուսն սպիտակ էր, ինչ էր սենց։ Հիմի Լևոն Տեր-Պետրոսյանը 2 անգամ առնվազն ուղարկել է ՄԱԿ անվտանգություն։ Նայեք, հակամարտող երկրները 2 երկիր ինքնուրույն չեն կարող ոչ պատերազմեն, ոչ էլ բարիշ են։ Այսինքն միշտ իմացեք։ Ամբողջ մոլորակի պետությունները փող կապակցված են իրար հետ։ Ուզեն թե չուզեն, միտեղ ամուր կապեր են, միտեղ մի քիչ։ Ասենք բնական է, չէ՞ որ Հայաստանի ու Ավստրալիայի կապերը չեն կարող լինել հետաքրքրական ավելի խորքային հաստատելու համար, քան տարածաշրջանի երկրները, չէ՞։ Բայց Ավստրալիան էլ ունի իր հետաքրքրությունները միջև։ Այսպես բոլորը փող կապակցված են։ Ու բոլորը գործում էին 47 թվականի ընդունված օրենքներով, որը անընդհատ ապդեյթ արվել եւ այլն, ոնց բոլոր օրենսգրքերը։ Կարգ ու կանոն կար, աշխարհակարգ է կոչվում։ Ինչա կարելի, ինչ չի կարելի։ Որ դեպքում ինչ ա լինում, որ դեպքում ինչ չի լինում։ Ոնց է սովորական բանը, չգիտեմ, քրեական դատարանը ոնց է, այս ինչ բանը կարելի, այս ինչ բանը չի կարելի։ Բայց այդտեղ լազեկեք կա, չէ՞, ես էլ եմ մարսպանել, դու ես մարսպանել, բայց ես կավատան 12 տարի, քեզ կավատան 3 տարի, մեկին вообще ազատ արձակեն, մյուսով իշկա ցմա գնա։ Նայած իրավիճակների։ Աշխարհում տարբեր տարածքներում գոյություն ունեն այդ տարածաշրջանը նայող երկրներ, ովքեր պատասխանատու են այդ տարածաշրջանի արիշ-վերիշներին։ Այս տարածաշրջանում եղել է այդ քնձխը, Ռուսաստանը, հասկանում եք։ Մի քիչ էսյանի վրա Թուրքիան։ Ներքևը Իրանը, այո, մեր հարցերը մի քիչ լուրջ է եղել, որովհետև իրենք գերտերություն կան, որոնք բոլորն են այդ են ներկայացնում տարածաշրջանը ավելի իրենց կոնտրոլի տակ վերցան։ Այնուամենայնիվ ռուսական կոնտրոլի տակ է, Իրանը չէր խառնվել, որովհետև այնտեղ հազարատ ուրիշ հարցեր են կան սուրյանական եւ այլն։ Բայց Պուտինը այնքան ապուշտար է, որ կարողացավ թույլ տալ վերջապես 300 տարի անց, որպեսզի թուրքերը կարողանան մեր քթի տակ Արցախում ամենայն դեպս ունենալ բազա։ Բայց հարցը սրան չի վերաբերվում։
Տեսեք, երկու երկրներ, երբ որ հակամարտում են, աշխարհը պիտի խառնվի։ Ասում ախպեր ջան, մի հատ եկեք, նրանք խեք կռվում, ինչ ա եղել։ Տեսնենք ո միջազգային կարգոկանոն չի խախտվել, ինչ ա եղել։ Բայց նա, որովհետև այդ կռիվը ուզի թե չուզի ազդում է մյուս երկրների վրա։ Ասում են, մի րոպե հանգստացեք, ինչ ա եղել։ Քուչի բազարով ասում էլի, ասում ենք ախպեր, սենց է։ Ասում են լավ, հələ դու Ադրբեջան, ինձ ասա, որոնք են քո կարմիր գծերը։ Ասենք, ինչից են յան զատնի դնելու չունես։ Բայց ախպեր, как минимум սենց պիտի լինի։ Հայաստան, հələ դու ցույց տուր քո կարմիր գծերը։ Հայաստանը վերցնում է քարտեզը ուղարկում, իր կարմիր գծերի վերաբերյալ։ Այդ քարտեզների վրա նկարած է Հայաստանի Հանրապետությունը։ Всё։ Ստորից ենքում Ադրբեջանն մի հատ տարբերությամբ, որ ի տարբերություն մյուս քաղաքների Ստեփանակերտը առանձին գրած է։ Բայց հա, Ղարաբաղն էլ կետա գծով է գնում, կետա գծով։ Սահման չի։ Հասկանում եք։ Դառնում են ասում էսի քարտեզը, հա, մենք հողային պահանջ չունենք, Ադրբեջանը սա է, մեր կարմիր գիծը։ Ընդդեմ ոնց որ կետա գծով առանձնացրել են, հարցը Ղարաբաղին է վերաբերվում, ոչ մեզ, ինձ է վերաբերվում ոչ մեզ։ Okay։ Երկրորդ անգամ էլի, հենց մի հատ էլ ուղարկեք, մի հատ էլ են ուղարկում։ Հետո գալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Մի հատ ինքն էլ ուղարկում որպես ղեկավար իր կարմիր գծերը որոնք են։ Այս անգամ Ստեփանակերտի կողքը փակագծերի մեջ ավելացած Խանքենդի։ Նավսյակի, չգիտես որտեղ են ինչ խոսացել, որտեղ են ինչ բազարարել, որ այդ մի բառը տեղ ավելացել է։ Որտեղ են կաղացել։ Որտեղ ան պիտի իրադարձություններ նախորդած լինեն։ Գալիս է Սերժ Սարգսյանը, այստեղ ամենասարսափելին է սկսում։ Նա որ ասում ենք ամենավիշապը Սերժն է եղել, սրա համար ենք ասում նաև։ Գալիս է Սերժ Սարգսյանը։ Այնքան թույլ է լինում իր բանակցություններում։ Կամ ստացած լինում այնպեսի, բանակ ինձ ժողովրդություն, ինչպես Աշոտյանը կասել, որ Մակ ուղարկում է երկու անգամ քարտեզ, մեկի վրա առհասարակ այդ կետա գծնել չկա։ Всё, կանաչը դարձ։ Մյուսի վրա ավելանում են 3 էքսկլավներ։ Այսինքն մարդը ասում է, որ իր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետությունն է առանց այդ տարածքների։ Դրանք Ադրբեջանինն են։ Հիմա ծանոթ անունները տամ։ Մեկը Ասկի Պարանա, որ Ասկի Պարաներ անունը չեմ հիշում, մեկը Ազատ Ամուտն է, Բերտ, մյուսը Տիգրանաշենը։ Ասում եմ, ես խորհրդային միության ժամանակ էքսկլավ է եղել, այսինքն Ադրբեջանի անկլավն է եղել, շենց։ Հետո գալիս է այստեղ, հարց ու պատասխանի ժամանակ, մի օր վերակենում ազգային ժողովի ամբիոնից, ասում է հետևյալը. մենք ամեն անգամ ընդառաջ են գնում Ադրբեջանի պահանջներին, բայց ամեն անգամ Ադրբեջանը պահանջում էր ավելին։ Համիով է չոքած արածել Ալիևի դեմը։ Սա դեռ մի կողմ։ Ամենաբանն է նա, որ սրա կարծում որ հանրության հիշողությունը քիչ է, լավը չի, չկա, հիշողություն չունի, հավի հիշողություն է։ Դուրս են գալիս դեռ 18 թվականի հեղափոխության ընթացքում Աշոտյանը ասում է, սրանք գալիս են տարածքներ տան։ Վայ, չթողեք գան։ Բիժը կարա, մի րոպե էլ։ Ադու մի ասա, բաներ կա։ Հասկանում եք։ Դրա համար մենք ավտոներով գնում ենք Տիգրանաշեն, հեսա Նիկոլա Տիգրանաշենն է տալիս։ Մենք գնում ենք Ազատում, ցեծա տալիս, մենք ոսկեպար էսա տալիս։ Այ դրա համար, որովհետև իրենք գիտեն, որ իրանք տվել են։ Չի կարա Նիկոլը պահի դա։ Տված է դա։ Բայց պետք է դա ծախել հասարակության վրա, որ յանի Նիկոլն է տալիս։ Նիկոլն է, սա խառնում է իրար, բերում է համաձայնությունը նրան, ասում է ախպեր։ Ոչմ սահմանագծում սահմանազատում ենք իրականացնում վերջին քարտեզների վրա, որը որ ունի ամենաամուր իրավական հիմքը, կանում են 75 թվի քարտեզի վրա։ Ու դրանով անում ենք։ Եթե անկլավների հարցը առաջանում, մենք գիտենք, որ Արցախը մերն է։ Հասկանում եք։ Մենք կարող ենք միջազգային իրավունքի տեսանկյունից իրավական հիմքերը ունենք, դրանք ապացուցենք։ Եթե դուք եք կարողանաք ապացուցել, որ այդ էքսկլավները ձերն է, իրավական հիմք ունեն։ Հարց չկա, մի բան կմտածենք։ Շատ հնարավոր է փոխանակենք, որովհետև այս երեքը իրար գումարած Արցախի չափ։ Եթե չէ, ուրեմն էսի մուտիլովկա է։ Բայց սահմանագծում սահմանազատում ենք անում։ Ու ո՞նց ենք սկսում։ Սկսում ենք հետևյալ ձև ախպեր ջան։ Առաջին հերթին ազատում ենք այն տարածքները, որոնք բնակավայրեր են եղել, որովհետև միջազգային իրավունքն է դա ասում։ Միջազգային աշխարհակարգը կա, դա ասում է, որ մարդու ազատ տեղաշարժը, ապրելու իրավունքը իր վրա նշում է ամեն ինչն ասում։ Երկրորդը անցնում ենք բնակավայրերի վարչական բանի տակ գտնվող հողատարածքներին արդեն։ Եվ ամենավերջում կանցնենք անկլավներին։ Всё։ Կարողանում ես այդ ախորժակը զսպի, եթե չէ կռիվա։ Սահմանազատումը սկսում ենք վերևից։ Կիրանցի հատվածից։ Ուրեմն երբ որ սրանք գնում են Կիրանցից միտինգ անելով գալու, խնդիրը հետևյալն էր։ Այդ սահմանազատումով այն էքսկլավի հարցը դրվում էր մի կողմ ժամանակավոր։
Ստացվում էր պայմանավորվածությունը տեղին, հասկանում եք, այն որ ստեղծել չեն ասում, խին դեղից, որովհետև չէր ստացվում դրան բերել բանակցությունների դաշտ բավական չի, ստացվեց հերիք չի, մի բան էլ ստացվեց բերել նախնական այն պայմանավորվածությանը, որ էքսկլավների, անկլավների հացը թողնենք հետո։ Հասկանում եք։ Այստեղ Հայաստանը շահեկան որոշակի բան ունեցավ։ Ուզեք թե չուզեք։ Ոչ ոք հիմա իհարկե չի հիշում այդ փոքրիկ անկլավը, էքսկլավը, որտեղ որ թուրքական գերեզմաններ են եղել։ Մի խոսքով, դա այս կողմն է հիմա։ Սրանք մի հատ այդտեղ գրգռվեցին։ Այստեղ ոչ մի ուրացում երևի թե չկա, այստեղ թուրքամոլություն չկա, այստեղ Ալիևի ասեց անել չկար եւ այլն, չգիտեմ, գնահատականը դուք տվեք։ Սա փաստեր են։ Սա հրապարակային փաստաթղթեր են, ընդհանրապես պետք է վերցնել, նայել, կպցնել իրար։ Վերջես կամ բան։ Դարձյալ վերադառնալով այդ քարտեզներին։ Երբ որ գալիս է Փաշինյանը, չի հասցնում մարդ ուղարկի իր կարմիր գծերը։ Ու քանի որ արտգործնախարարության կայքից լիքը բաներ է ջնջված, իսկ դրա մասին ինքը չի կարող բարձրաձայնել, որովհետև դա կվերածվի միջազգային սկանդալի։ Նաև այդ պատճառով, նաև այն պատճառով, որ հասկանում է, որ ստեղ բանակցությունները շատ տեղեր են իսկապես փակվում, ասում է, ես իմ զրոյական կետից եմ ստեղծում։ Ու փորձում է աշխարհին համոզի, բացատրի, բերի այն դաշ, որ ախպեր, մեր մոտ ինչ եղել չի եղել, ժողովրդի ուզելով չի եղել դա, մեր մոտ բռնապետություն է եղել, հիմա մենք հեղափոխություն ենք արել։ Հետևաբար այն որոշումները, որ կայացրել են այն 3 անասունները, չեն կարող դրանք լինել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որովհետև ըստ էության ամեն ինչը ընտրությունները եղել են խախտումներով, համանացությունը խախտումներով եւ այլն, զրոկետից ենք սկսում։ Փորձում է, որովհետև տես թողել մարդին դեռ քակի մեջ ենք։ Ու Հայաստանի Հանրապետություն հարցն է դրվում արդեն։ Հասկացա՞ք։ Որը չի ստացվում։ Աշխարհը ասում բարանգեր հոգ կայֆով ատել մրգերս։ Ինչ չի ստացվում։ Այդ ընթացքում էլ մի քիչ փորձում է ժամանակ ձգինի կորը, էլի չի ստացվում։ Ու պայթում է պատերազմը։ Բայց ամեն բան կլիներ հələ որ բանի սահմաններում։ Տեսեք, այստեղ ուրիշ հարց կա մի հատ։ Ասենք լավ, իմը չեն կարացել, տենց են բանակցել իրանք էլ։ Մի խոսքով էլի միջազգային իրավունքի տեսանկյունից գուցե սենց է, գուցե նենց կարենք զրուցեինք երկար, բայց ստեղ մնում է մի հատ բայց։ Ըստ էության ամենամեծ խնդիրը հետևյալում է, որ երբ որ Վագն Ալեքսանյանը, այ հենց այս հարցը, որը որ ես երկար ես նկարագրել ձեզ, անցան թե նախանցել տարի էր, դա ասում է վարչապետին, ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, ասում է այսպեսի տեսանյութ է պատտվում, այսպեսի հարցերով, այսպեսի բանով, դա որքանով է իրականությանը մոտիկ, էլի, 100%-ով է իրական 90-80, թե դա մեկնաբանություն է, կարծիք է, հասկանում եք, թե դա փաստ է։ Փաշինյանը տալիս է հետևյալ պատասխանը, երկրի ղեկավարն է, չի կարող սուտ խոսա այդպես բանով, որովհետև էլ եմ ասում, միջազգային սկանդալ հասկացություն գոյություն ունի։ Այս մարդը ելնում ասում է, լսեք։ Բացի այն որ դա ճիշտ է, որ այդպես է եղել։ Ասեմ ավելին, մի զարուրելի բան նույնպես, որ դրա մասին ինֆորմացիան արտգործնախարարության կայքից կոմպերից ջնջվել է։ Մարդիկ գնալուց ջնջել են ինֆորմացիա, թե իրանք ՄԱԿ անվտանգության խորհրդին ինչ քարտեզներ են ուղարկել։ Հասկացաք։ Ու հիմա սրանք եկել են, ուզում են մեզ համոզեն, թե իրանք ինչքան լավն էին։ Ընդ որում ասեմ այդ գործի վրա, եթե չեմ սխալվում, իմիջիայլոց sense օգտվելով առիթից, էլի նա sense բան։ Երբ ենք դրա մասին նորություն իմանալու, որովհետև ոնց հասկացա, քննող հանձնաժողով էր ստեղծվել այդ մասով։ Մնում այդ պահանջը, մի հատ մեզ ասենք տեսնենք այդ ինչ ա եղել։ Եվ նաև արցախցիներին ներկայացրեք ինչ ա եղել։ Ներկայացրեք, բարձ ներկայացրեք պաշտոնապես, չստացվի։ Գնել են ստաց իր կարծիքն ասում։ Այսպես հիմա բոլորը նստած պատմում են, թե իրանք ինչքան լավն են եղել։ Ու ինչը լավ կլինի, որ անի Փաշինյանը։ Եվ այո, երկրի ղեկավարի այնպեսին նա, որ եթե անհրաժեշտ է, որ նրա կինն էլ հրապարակի գիրքը կարդացի շատ հետաքրքիր էր։ Ուրեմն հրապարակի, դա գուցե նույնպես ինչ-որ բանի դիմաց արվում։ Ինչ իմանաս։ Որովհետև նորմալ մարդը չի կարա Արա ոնց ասեմ էլի։ Համենայն դեպս նորմալ մարդը չի լինում այնպեսին ինչպեսին դուք եք։ Ինչ ձև ասես կարա լինի, բայց ոչ այնպեսին ինչպեսին դուք եք։ Սա է։ Երեք նստած մարդը բերանացի ասում է, որ թքած ունենք ժողովրդի վրա, ժողովուրդ, մենք ժողովրդի չենք ելնելու մանդատ ուզենք։ Մեզ համար դաբրում տվել են։ Իրենք
իրենց պատկերացումներով արդեն միութենականության մեջ են։ Ընդ որում, այն Վարդանիկը որ ասում է, բայց Բելարուսի օրինակով, Բելարուսի օրինակով չէ։ Լավ էլ Կաբարդինա-Բալկարիայի օրինակով։ Լավ էլ Ինգուշետիայի օրինակով։ Այն որ որոշակի ինքնավարությամբ վերջ։ Որ հանկարծ թուրքը չգա ձեզ ուտի։ Յոլկի-պալկի այ։ Որովհետև սենց ժողովուրդ ջան։ Այս ասուլիսն է տվել, եւ իհարկե տնովի հավաքված։ Ու շատ վատ է, միևնույն է, դատապարտում եմ իշխանություններին, որ Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը կրող ոմն մեկը, ով չի ընդունում իր պարտությունը դիվանագիտական դաշտում, առնվազն պարտությունը, որովհետև կարող պարտված համարվել այս ժամանակ, եթե ինքը հայկականության շահերը իսկապես առաջ տանողն էր, ոչ թե մեկ այլ երկրի։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, այս 3 ղեկավարներից որևիցե մեկը Հայաստանի Հանրապետության շահերից հանդես չի եկել։ Երբեք։ Բոլորը հանդես են եկել իրենց գործունեությունը համաձայնեցնելով Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի շահերին։ Ես ամենատարական օրինակը վերեմ։ Դուք գիտեք, ես միշտ եմ ասել, թե մշակույթը ինչքանով է օգնում դրան։ Այդ ռոպագանդային կամ դրա թույլատրմանը նախասիրությունների, կամ ուժեղացմանը, թշնամանքին, բարեկամությանը եւ այլն։ Առհասարակ քաղաքականություն առանց մշակույթի, արվեստի, շոու բիզնեսի գոյություն չունի։ Չի կարա լինի։ Հիմա ես տարրական բաներ եմ ասում։ Գրել եմ, ասել եմ, ելի եմ ասում։ 91 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունել ենք անկախությունը։ 2025 թվականն է, հոկտեմբերի քանիսն է այսօր արդեն, չգիտեմ, 8 է ոնց որ, թե 9-ն է։ 34 տարի։ Խնդրում եմ ինձ ասեք։ 34 տարի անց, սեպտեմբերի 21-ին, ես վեր եմ կենում, ասում եմ, միակ անկախության, ոչ թե միայն Հայաստանի անկախության, առհասարակ անկախության կարևորությունը գովերքող մի ստեղծագործությունների գտնեմ, թեկուզ Հայաստանի անկախությունը։ Բանաստեղծություն գտնեմ, ես կարդամ, դնեմ Facebook-ում։ Ես չեմ գտել։ Խնդրել եմ, չեմ գտել։ Որևիցե բանաստեղծություն չեմ գտել։ Իհարկե, ինձ մի երկու Facebook-յան ընկերներ ուղարկեցին բանաստեղծությունները անկախության մասին, կար որ իրենք էին գրել, կար որ աչքներով ընկերներ տենց, բայց ես շեշտել եմ մասնագիտական առումով լավը լինի։ Ու կան մեկը կարող ես կարող նստեմ անկախությունը ինչ լավն է, սիրում բան գրեմ, բայց չկա մի բանաստեղծություն, որը առնվազն հայության կեսը կիմանար կամ դպրոցում անցած կլիներ։ Եթե գիտեք, խնդրում եմ հողումը տեղադրեք այստեղ։ Հեղափոխության երկեր Լենինյան ու բանաստեղծություններ մեր ավագ սերունդը անգին մինչև այսօր է հիշում։ Բանաստեղծություն չէ։ Երգ ներկայացում այդ գաղափարը անկախության գովաբանող, գովերքող, ձոնող Այ կտավ Ոսենք օրինակ գոչա Վարդանանց պատերազմի կտավը, ինչ լավն է, չէ՞։ Մի հատ կտավ անկախության հետ կապված։ Չկա։ Գոյություն չունի։ Ոսկի պարային համար գոյություն չունի։ Ամեն հեռուստատեսություն օրը 10 շոու էր անում, պարիր թե կարող ես երկիր, կարող ես քայլիր, կարող ես չոչ արա, կարող ես տարբեր թեմաներով։ Մի օր այդ թեման չի եղել։ Հիմա օրինակից կա։ Եթե չեմ սխալվում 14 թվականն էր։ 14 թե 15 համալիրում կավենշիկները, բոլոր թմերը հայկական, որոնք Վիշիլիգա խաղացել են, այտենց կավեյնի երեկո էր, հա, կարելի է ասել, այտենց մրցութային հատվածը իրար մեջ ավելի շատ բան էր, այտենց չէր գնահատվում, էլի, պարզապես Ոչմ կավեն էր։ Ու այնտեղ կար մի հատ սենց չէ, թե Ռուսաստան, չէ, կներեք։ Ռուսաստանում էր հենց Երմիներ, պակասածելի ելույթով էր, թե տենց տարիքովների, ինչ որ տես մի բան էր։ Ուրեմն շուտ կայ აფռում կավենով։ Կրիմնաշ։ Ռուսաստանում։
Մասնակիցները բոլոր հայտնի դեմքերը Գարիկ Մարտիրոսյանից սկսած։ Ասեմ որ Գարիկ Մարտիրոսյանը ինձ համար այդ տիրույթում հումորի մեջ իսկապես ես իր գրագիտությունը հումորի մեջ ես այդ ցնդելու բան ինքը ֆենոմեն է այդքո։ Բայց ազդեցությունը ահա այսպեսին է։ Հիմա հարց Գարիկ Մարտիրոսյանը ում խորհրդային բոլոր երկրներում բոլորը ճանաչում են։ Նախկին խորհրդային երկրներում բոլորը ճանաչում են։ Ուկրաինայի վերաբերմունքը ինչպեսին կարա լինի մեր հանդեպ դա ում դիրքորոշումն է։ Դա ճիշտ է հումոր է։ Բայց կներեք, այդ ինչ հումոր է։ Ղարաբաղի մասին են վաղ մեկը տենց հումոր է արել։ Այ այս մակարդակի անգամ, ես այս օրինակը դրա համար բերեցի, անգամ այս մակարդակով ոնց Ռուսաստանը նենց մենք կախվել, մենք ինքնուրույնություն չենք ունեցել, հասկանում եք։ Ու հիմա Ռուսաստանի խնդիրը հետևյալն է։ Պիտի Մոլդովայի սցենար թույլ չտալ Հայաստանում, պիտի տարածաշրջանում պահել ազդեցությունը։ Ինչպես դա անել։ Հանեք էլ ցուցակները։ Ցուցակները հանում են տասնյակ հազարով այստեղ, ես միշտ եմ ասել, չէ՞ որ սա շպիոնների չալտռնի երկիր է եղել։ Տասնյակ հազարով ներկայացուցիչ ունեն։ Դավայ, սկսում ենք աշխատանքները։ Բոլորին ուսկա պետք տար։ Էսակ, այս ուղղությամբ ապեր մենք ձեզ կապ չունի ով ինչ կգողանա։ Վերջում մեկը իրանք կասին ոնց լինի, տենց կլինի։ Մենակ թե 50+1 հավաքի ընդդիմությունը։ Վերջ, առավել եւս Գյումրին իրանց շատ ողջավորել։ Մնացածը ժողովուրդն է որոշելու, որովհետեւ իշխանությունը ընտրակերծարարություն չի անելու։ Սա մոռացեք։ Իշխանությունը ապահովելու է ազատ արդար թափանցիկ ընտրությունը։ Մնացածը որոշողը ժողովուրդն է։ Հասկան բան։ Откуда угадала Тереза ջան։ Ես նո նայեք ոնց է։ Ամեն ինչ անում եմ, այո, որ ծխելը թարգեմ, շատ դժվար է ինձ համար, քանի որ Թերեզան ասում է գնել ջանտի բրոս սիլկուրից շտոլի։ Ասում է ծխելը թողել ես։ Ասեմ, ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ, երկու շաբթի օրը վաբշե չեմ ծխել, բայց զգացի, որ այդքան դիմադրելս ինձ կարող է նևրոզի դուռը հասցնի ու ամենապիկի վաղ եթե մի հատիկ ծխեմ ավելի լավ է դրա վնասը լինի, քան նևրոզի, բայց օրը 2-3 հատիկ, 3 այսօր ծխել եմ, 2-3 հատ, բայց զգում եմ, որ կարողանում եմ արդեն կառավարել ու շատ հնարավոր է ստացվի թարգեմ, եթե ստացվի շատ լավ կլինի, բայց ոնց որ թե կարա ստացվի, չգիտեմ, փորձում եմ։ Բայց շնորհակալություն հետաքրքրվելու համար, չգիտեմ ինչից ենթադրեցիք էլի, ժամուկես եթերում ենք, կարող է դրանից։ Դե լավ, շնորհակալություն ժողովուրդ եթերը դիտելու եւ տարածելու համար կարող եք սրա շուրջ ինքներդ դեռ մտորել, որովհետեւ նմանատիպ թեմաների շատ անդրադառնալու ենք, բայց լավ կլինի որ ամեն անգամ զրոյից չանդրադառնանք։ Այլս ամեն ինչը դուք արդեն ունենաք մտքում, որ երբ որ ինչ-որ մի բառ ասում եք, այն որ ժամանակ շահենք, ամբողջը դարձյալ չմանրամասնենք, հա, դրա հիման վրա շարունակվի նաեւ մյուս միտքը։ Իսկ Քոչարյանի այս ելույթին դեռ ժամանակ առ ժամանակ ուզենք չուզենք անդրադառնալու ենք, ոնց որ 21 թվականի ելույթներին էինք անդրադառնում։ Էլ գումարած նրան, որ մարդն էլ բերան ասես, թե ինքը ոնց է ինչ դժվարությամբ է շրջել Հայաստանում ընտրությունների ժամանակ։ Լավ եղեք, սավները տանեմ, բարի գիշեր ձեզ։